Երբեմն հավատացյալ մարդու համար ամենածանր փորձությունները ոչ թե տառապանքն են, աղքատությունը կամ հալածանքը, այլ սպասումը։ Երբ դու աղոթում ես, իսկ երկինքը լռում է, երբ հավատում ես, բայց հանգամանքները կարծես տեղից չեն շարժվում, երբ սրտումդ արդեն տեսնում ես ապագայի պատկերը, բայց իրականության մեջ լռություն է։ Այդ պահին ներսումդ տագնապ է բարձրանում. Տեր, ինչու է այսքան երկար տևում։ Այսօր ես ուզում եմ քեզ ասել հայրական սիրով և հոգևոր հաստատակամությամբ. դադարիր շտապեցնել Աստծուն, նա չի ուշանում, քո ուշացումը նախապատրաստությունն է հանկարծակի բեկման համար։ Մենք ապրում ենք արագության աշխարհում։ Ամեն ինչ արագ է, հաղորդագրությունները, գործարքները, որոշումները, բայց Աստծո արքայությունը չի շարժվում մարդկային իրարանցման օրենքներով։ Աստված չի արձագանքում ժամանակի ճնշման այնպես, ինչպես մենք։ Նա տեսնում է սկիզբն ու վերջը միաժամանակ։ Նա ոչ միայն պատասխանում է քո աղոթքին, այլև քեզ է պատրաստում այդ պատասխանին։ Եվ հաճախ այն, ինչ դու անվանում ես ուշացում, իրականում Սուրբ Հոգու խորը ներքին աշխատանքն է քո բնավորության, քո մտածելակերպի և քո հավատքի մեջ։ Հիշիր Աբրահամին։ Աստված նրան որդու խոստում տվեց, երբ նրա կյանքում ամեն ինչ խոսում էր անհնարինության մասին։ Եվ տարիներն անցնում էին՝ 1 տարի, 2, 5, 10։ Պատկերացրու, քանի անգամ է նա նայել աստղազարդ երկնքին և ինքն իրեն հարցրել. Տեր, ուր է խոստումդ կատարումը։ Բայց Աստված չէր մոռացել, Աստված չէր շեղվել, Աստված նրա մեջ ձևավորում էր մի հավատք, որն ավելին է, քան կենսաբանությունը, ավելին է, քան տարիքը կամ հանգամանքները։ Եթե խոստումն անմիջապես կատարվեր, դա կլիներ պարզապես հաջողակ պատահար, բայց երբ այն եկավ իր ժամանակին, դա դարձավ հրաշք, որը փառավորեց Տիրոջը գալիք սերունդների համար։ Ձեզանից շատերն այժմ սպասման շրջանում են։ Դուք աղոթում եք ընտանիքի, ծառայության, ֆինանսական վերականգնման կամ կոչման համար։ Եվ ներսում գայթակղություն է առաջանում արագացնել գործընթացը, գտնել մարդկային ճանապարհ, գնալ փոխզիջման, համաձայնել քչին։ Բայց երբ դու շտապեցնում ես Աստծուն, դու սկսում ես քո ձեռքերով կառուցել այն, ինչը պետք է կառուցվեր նրա զորությամբ։ Եվ այդ ժամանակ Իսահակի փոխարեն ծնվում է Իսմայելը, անհամբերության արդյունքը։ Աստված իր ողորմությամբ ծածկում է մեր սխալները, բայց նրա կատարյալ կամքը բացվում է միայն նրանց համար, ովքեր սովորել են սպասել։ Սպասումը պասիվություն չէ, այն ակտիվ հավատք է։ Դա մի վիճակ է, երբ դու շարունակում ես շնորհակալություն հայտնել, նույնիսկ եթե արդյունքը չես տեսնում։ Դա այն է, երբ դու ծառայում ես, թեև քո անձնական բեկումը դեռ չի եղել։ Դա այն է, երբ դու սերմանում ես առանց ամեն օր հողը ստուգելու, թե արդյոք սերմը ծլել է։ Հողագործը չի փորում հատիկը մեկ շաբաթ անց, որպեսզի համոզվի, որ այն աճում է։ Նա վստահում է գործընթացին։ Այդպես էլ հավատքն է վստահում Աստծո ժամանակին։ Երբեմն Աստված հապաղում է պատասխանը ոչ թե այն պատճառով, որ դու պատրաստ չես ստանալու, այլ որովհետև այն, ինչ նա պատրաստում է քեզ համար, ավելի խորը հիմք է պահանջում։ Եթե Հովսեփը բանտից դուրս գար 1 տարի շուտ, նա չէր դառնա այն կառավարիչը, ով ժողովուրդներին կփրկեր սովից։ Բանտը պատիժ չէր, այն կառավարման դպրոց էր։ Եղբայրների դավաճանությունը չկործանեց նրա կոչումը, այն դարձավ ճանապարհ դեպի գահը։ Եվ երբ պահը եկավ, ամեն ինչ կատարվեց հանկարծակի։ Առավոտյան նա կալանավոր էր, երեկոյան երկրորդը փարավոնից հետո։ Ահա թե ինչն եմ ես անվանում Աստծո ժամանակ, երկարատև ընթացք և կտրուկ բեկում։ Դու տեսնում ես միայն օրացույցը, Աստված տեսնում է հասունությունը։ Դու հաշվում ես ամիսները, Աստված չափում է քո սրտի խորությունը։ Երբեմն մենք Տիրոջից մեծ դռներ ենք խնդրում, բայց մնում ենք փոքր մտածելակերպով։ Եվ այդ պատճառով նա աշխատում է ոչ միայն հանգամանքների հետ, այլ առաջին հերթին մեզ հետ։ Նա մաքրում է դրդապատճառները, հեռացնում է հպարտությունը։ Նա մեզ սովորեցնում է կախված լինել իրենից, այլ ոչ թե ռեսուրսներից։ Ուշադիր լսիր ինձ։ Եթե այսօր դու զգում ես ժամանակի ճնշումը, վախից դրդված որոշումներ մի կայացրու։ Վախն ասում է, ինչ որ բան արա անմիջապես։ Հավատքն ասում է, ամուր կանգնիր և տես, թե Տերն ինչպես է գործելու։ Վախը մղում է իրարանցման, հավատքն ամրացնում է արմատները։ Եվ հենց սպասման շրջանում է ձևավորվում քո հոգևոր կայունությունը։ Ես իմ կյանքում տեսել եմ, թե ինչպես է Աստված թույլ տալիս ժամանակաշրջաններ, երբ թվում է, թե ոչինչ չի կատարվում, բայց հենց այդ շրջաններում են տեղի ունենում ամենախորը փոփոխությունները։ Սուրբ Հոգին քո ներսում տարածք է ձևավորում ավելի մեծի համար։ Երբ բեկումը գա, դու չես կործանվի քո իսկ հաջողությունից, որովհետև անցել ես նախապատրաստությունը։ Դու հարցնում ես, էլ ինչքան, իսկ Աստված պատասխանում է. այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի իմ օրհնությունը քեզ համար դառնա օրհնություն,
այլ ոչ թե բեռ։ Երբեմն վաղաժամ հաջողությունը կարող է վնասել հոգուն, բայց ժամանակին եկած օրհնությունը խաղաղություն է բերում։ Եվ հիշիր, Աստծո հանկարծակի գործողությունները միշտ գալիս են նախապատրաստության գաղտնի շրջանից հետո։ Նոյը տապանը կառուցեց անձրևից շատ առաջ, Դավիթը օծվեց գահից շատ առաջ, յուղը հոսեց նրա գլխով, բայց թագը եկավ ավելի ուշ։ Օծումը չի նշանակում ակնթարթային իրականացում, խոսքի եւ դրա դրսևորման միջև միշտ ճանապարհ կա, եւ այդ ճանապարհը վստահության դպրոցն է։ Եթե դու հիմա սպասման մեջ ես, մի կարծիր, թե Աստված մոռացել է քո հսցեն։ Երկինքը չի կորցրել քո անունը, Տերը չի շփոթել քո գործը մեկ ուրիշի հետ, նա աշխատում է։ Նույնիսկ եթե դու շինարարության աղմուկը չես լսում, հիմքն արդեն դրվում է։ Շարունակիր աղոթել, շարունակիր հավատքի խոսքեր ասել, կանխավ շնորհակալություն հայտնիր, փառաբանիր անապատում, որովհետև անապատը մահվան վայր չէ, այն ձևավորման վայր է։ Իսրայելը Եգիպտոսից դուրս եկավ մեկ գիշերում, բայց Եգիպտոսը նրանց սրտերից դուրս էր գալիս 40 տարի։ Աստված աշխատում է ավելի խորը, քան մենք հասկանում ենք, եւ ես զգում եմ հոգով, որ ձեզանից ոմանց համար սպասման այս շրջանը մոտենում է ավարտին։ Դու կարծում ես, թե ուշացումը մերժում է, բայց դա դադար է շարժումից առաջ, դա աղեղալարի ձգումն է կրակոցից առաջ, դա լռություն է որոտից առաջ։ Երբ Աստված գործում է, նա այնպես է անում, որ ոչ ոք չկարողանա փառքը մարդուն վերագրել։ Մի շտապեցրու նրան, վստահիր նրան, զորացրու սիրտդ, որովհետև այնինչ գալիս է ավելին է, քան այնինչ կորցրել ես, եւ այնինչ պատրաստվում է կգերազանցի այն ամենը, ինչ խնդրել ես։ Մենք տեսանք, որ ուշացումը մեզ ավելի խորն է ձևավորում, քան արագ պատասխանը, եւ այսօր ես ուզում եմ շարունակել այս միտքը, որովհետև հենց այստեղ են շատ հավատացյալներ դուրս գալիս մրցավազքից։ Նրանք գործընթացը շփոթում են պարտության հետ։ Թույլ տուր ուղիղ ասել, Սատանան չի կարող կանգնեցնել Աստծո ծրագիրը քո կյանքում, բայց նա փորձում է համոզել քեզ դուրս գալ դրանից ժամանակից շուտ։ Նա չի գողանում խոստումները, նա հրահրում է անհամբերություն։ Եվ երբ մարդը հոգնում է սпасելուց, նա սկսում է Աստծո լռությունը մեկնաբանել որպես անտարբերություն։ Բայց երկնային լռությունը գործողության բացակայություն չէ, դա աշխատանք է կուլիսների հետևում։ Երբ Հիսուսն իմացավ Ղազարոսի հիվանդության մասին, Գիրքն ասում է, որ նա չշտապեց, պատկերացրու դա։ Նա ով սիրում էր նրան, գիտակցաբար մնաց այնտեղ, որտեղ կար։ Մարդկային տրամաբանությունը կասեր, եթե սիրում ես, անմիջապես վազիր, բայց Աստծո տրամաբանությունն ավելի խորն է։ Քրիստոսը գիտեր, որ ուշացումը փառք կբերի հորը։ Նա չեկավ պարզապես հիվանդին բժշկելու, նա եկավ մեռելին հարություն տալու։ Եվ այս երկու գործողությունների միջև հայտնության մակարդակի տարբերություն կա։ Երբեմն դու խնդրում ես թեթևացնել իրավիճակը, իսկ Աստված պատրաստում է արմատական փոփոխություններ։ Դու խնդրում ես թեթևացնել բեռը, իսկ նա ուզում է լիովին փոխել քո պատմությունը։ Բայց դրա համար հանգամանքները պետք է հասնեն մի կետի, որտեղ մարդկային օգնությունն անզոր է։ Այնտեղ սկսվում է տարածքը գերբնականի համար։ Ձեզանից շատերն այժմ ասում են. «Տեր, եթե դու ավելի շուտ միջամտեիր, սա չէր լինի»։ Բայց թույլ տուր հարց տալ. իսկ ինչ եթե հենց սրա միջոցով է Աստված քեզ բարձրացնում վստահության նոր մակարդակի։ Մենք սիրում ենք արագ վկայություններ, մենք ուրախանում ենք ակնթարթային հրաշքներով, բայց հասունությունը գալիս է ոչ թե բռնկման պահին, այլ վստահության տևական գործընթացում։ Աստված երբեք չի ուշանում, նա գալիս է ժամանակի լրումին։ Երբ Աբրահամը դանակը բարձրացրեց Իսահակի վրա, պատասխանը եկավ վերջին վայրկյանին։ Երբ Իսրայելի ժողովուրդը կանգնած էր Կարմիր ծովի մոտ, ճանապարհը բացվեց այն ժամանակ, երբ արդեն նահանջելու տեղ չկար։ Երբ Պետրոսը քայլում էր ջրի վրայով, զորությունը պահում էր նրան, քանի դեռ նա նայում էր Քրիստոսին։ Աստծո միջամտությունը հաճախ տեղի է ունենում մարդկային անհնարինության եզրին, որպեսզի հավատքը հենվի ոչ թե փորձի, այլ Աստծո անձի վրա։ Եվ ահա այստեղ է կարևոր հոգևոր սկզբունքը։ Ուշացումը ստուգում է, թե ինչի վրա է կառուցված քո հույսը։ Եթե դու ծառայում ես Աստծուն հանուն արագ արդյունքի, սպասումը քեզ կհուսահատեցնի։ Բայց եթե դու սիրում ես նրան հենց նրա համար, նույնիսկ լռությունը չի սասանի քո սիրտը։ Դու պարզապես օրհնության չես սպասում, դու հարաբերություններ ես կառուցում։ Եվ Աստծո հետ հարաբերությունները թանկ են ցանկացած բեկումից, որովհետև երբ հարաբերությունները ամուր են, բեկումը դառնում է հետևանք, այլ ոչ թե նպատակ։ Ասեմ ավելի խորը. երբեմն Աստված դանդաղեցնում է իրադարձությունները, որպեսզի քեզ համաժամանակեցնի այն մարդկանց եւ հանգամանքների հետ, որոնք դեռ պատրաստ չեն։ Դու աղոթում ես ծառայության համար, բայց քո ապագա գործընկերները դեռ անցնում են իրենց դպրոցը։ Դու խնդրում ես ամուսնության համար, բայց մյուս մարդու սիրտը դեռ ձևավորվում է։ Դու ֆինանսական աճ ես ցանկանում, բայց այն կառուցվածքը, որը պետք է պահի այդ մակարդակը դեռ կառուցվում է։ Եթե Աստված տա ժամանակից շուտ, դա կգործանի եւ քեզ, եւ այն, ինչ նա ուզում է ստեղծել քո միջոցով։
Հետևաբար ուշացումը պաշտպանություն է, ողորմություն է, որը թույլ չի տալիս օրհնությանը դառնալ փորձություն։ Ես ուզում եմ, որ դու դադարես Աստծո հավատարմությունը չափել պատասխանի արագությամբ։ Նրա հավատարմությունը չափվում է գործի ավարտվածությամբ։ Նա չի թողնում սկսածը։ Եթե նա խոսք է տվել, այն կկատարվի։ Կարող է անցնել մի ժամանակաշրջան, կարող է փոխվել շրջապատը, բայց Աստծո մտադրությունը չի հնանում։ Եվ ևս մեկ բան, երբ դու սպասման մեջ ես, դու բացառիկ հնարավորություն ունես խորացնելու քո հոգևոր տեսողությունը։ Սպասման ժամանակը ներքին մարդու ձևավորման ժամանակն է։ Աղոթքը դառնում է ոչ թե խնդրանք, այլ հաղորդակցություն։ Երկրպագությունը ոչ թե արձագանք հաջողությանը, այլ վստահության արտահայտություն։ Դու սկսում ես արժևորել ոչ թե այն, ինչ Աստված տալիս է, այլ թե ով է նա։ Լսիր հովի սիրտը, եթե Աստված ամեն ինչ ակնթարթորեն կատարեր, մենք կմեծանայինք մակերեսային, բայց նա ձևավորում է որդիներ և դուստրեր, այլ ոչ թե պարզապես հրաշքներ ստացողներ։ Նա կառուցում է բնավորություն, որը կդիմանա փառքի ծանրությանը։ Ես գիտեմ, որ սպասումը կարող է ցավոտ լինել, հատկապես երբ շուրջդ ուրիշներն արդեն վկայում են իրենց պեկման մասին։ Բայց Աստված չունի ֆավորիտներ և չունի մոռացվածներ։ Կան տարբեր գործընթացներ, քո ուղին եզակի է, քո ժամանակը սահմանված է երկնքով։ Մի համեմատիր քո գլուխը ուրիշի գագաթնակետի հետ։ Դու գտնվում ես քո պատմության մեջ, և այդ պատմության հեղինակը Տերն է։ Հնարավոր է դու կանգնած ես սահմանին և կարծում ես, թե ոչինչ չի փոխվում, բայց հենց այդ պահին քո ներսում արդեն փոփոխություններ են տեղի ունեցել։ Դու դարձել ես ավելի ուժեղ, դու սովորել ես ներել, դու դադարել ես կախված լինել ուրիշի հավանությունից, սկսել ես ավելի խորը աղոթել, և դա արդեն իսկ բեկում է, որը աչքով չի երևում։ Աստված չի ուշանում, նա ճշգրիտ է։ Նրա ժամացույցը երբեք չի շտապում և չի հետ մնում։ Երբ պահը գա, ամեն ինչ այնպես կդասավորվի, որ դու կտեսնես, յուրաքանչյուր ուշացում իմաստ ուներ։ Եվ մենք առաջ ենք գնում, որովհետև կա ևս մի խորություն, որը պետք է բացահայտել։ Բայց հիմա ես ուզում եմ դիպչել այս ճշմարտության ամենախորը մակարդակին, որովհետև կա մի պահ, երբ սպասումը դադարում է արտաքին գործընթաց լինելուց և դառնում է ներքին ճակատամարտ։ Սպասման մեջ ամենադժվարը ժամանակը չէ, ամենադժվարը լռությունն է։ Երբ դու աղոթում ես, բայց պատասխանը չես զգում։ Երբ դու շարունակում ես հավատալ, բայց էմոցիաներն այլևս չեն սատարում քեզ, եւ ահա այստեղ է որոշվում հավատքի հասունությունը։ Իսկական հավատքն ապրում է ոչ թե զգացմունքներով, այլ համոզմունքով։ Հիշիր Հոբին։ Նա կարճ ժամանակում կորցրեց ամեն ինչ։ Նրա ընկերները փորձում էին բացատրել կատարվածը մարդկային տրամաբանությամբ։ Նրա կինն առաջարկում էր հրաժարվել Աստծո հանդեպ հավատարմությունից, եւ մի պահ նույնիսկ ինքը Հոբը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց նա կարճած էր մի բանից՝ Աստծո բնավորությունից։ Նա պատճառները չէր տեսնում, բայց նա գիտեր անձին, եւ դա պահեց նրան։ Երբեմն Աստված չի բացատրում։ Նա մանրամասն պլան չի տալիս։ Նա չի բացահայտում բոլոր քայլերը, որովհետև եթե դու տեսնեիր ողջ ուղին, քեզ հավատք պետք չէր լինի, իսկ հավատքը արքայության արժույթն է։ Առանց դրա անհնար է հաճեցնել Աստծուն, որովհետև այն միացնում է մարդու սիրտը անտեսանելի իրականության հետ։ Դու կարող ես ասել, բայց ինձ համար ծանր է։ Այո, ծանր է։ Սպասումը մերկացնում է այն, ինչ թաքնված է ներսում։ Այն ցույց է տալիս, թե որքանով ենք մենք կախված արդյունքից։ Այն բացում է կորստի վախը, բաց թողնված ժամանակի վախը, վախը, որ կյանքն անցնում է։ Բայց հենց այս կետում է Սուրբ Հոգին սկսում քո մեջ կառուցել անսասանություն։ Ահա թե որն է խորությունը։ Աստծո հանգարցակիությունը միշտ գալիս է նրանց, ովքեր հավատարիմ են մնացել գործընթացում։ Դու կարող ես չտեսնել, թե ինչպես է ձևավորվում քո ապագա իրականությունը, բայց չմեղանչելու յուրաքանչյուր որոշումը, հնազանդության յուրաքանչյուր քայլը, գաղտնի սենյակում արված յուրաքանչյուր աղոթքը աղյուսներ են քո բեկման հիմքում։ Ոչինչ չի կորչում։ Աստծո արքայության մեջ չկան անօգուտ ժամանակաշրջաններ։ Երբեմն մենք պատկերացնում ենք բեկումը որպես բարձր պայթյուն, բայց հաճախ այն սկսվում է ներսից։ Հանկարծ գալիս է մի խաղաղություն, որը դու չէիր կարողանում գտնել ամիսներ շարունակ։ Հանկարծ հայտնվում է քաջություն, քայլ անելու։ Հանկարծ փակ դուռը քեզ այլևս չի վիրավորում։ Հենց այս ներքին փոփոխությունից է ծնվում արտաքին շարժումը։ Հիշիր, թե ինչպես էր Իսրայելի ժողովուրդը շրջանցում Երիքովի պարիսպները։ Օրեցօր լռություն։ Ոչ մի ճակ, պարիսպների թուլության ոչ մի նշան։
բայց հոգևոր աշխարհում տեղի էր ունենում անտեսանելի հիմքերի քայքայում, եւ նշանակված պահին փողի ձայնը դարձավ երկնային զորության եւ մարդկային հնազանդության հատման կետը։ Պարիսպները չընկան աղմուկից, դրանք ընկան գործընթացին հավատարիմ մնալուց։ Այդպես էլ քո կյանքում հնարավոր է դու քո պարսպի շուրջը քայլում ես արդեն երկար ժամանակ եւ թվում է թե ոչինչ չի փոխվում, բայց Աստված չի խնդրում քեզ հասկանալ գործընթացը, նա խնդրում է քեզ շարունակել քայլել, որովհետեւ երբ կա 7-րդ օրը, դու չես կասկածի։ Դու կտեսնես, որ նախորդ յուրաքանչյուր քայլը իմաստ ուներ։ Ես ուզում եմ դիմել նրանց, ովքեր զգում են, որ ժամանակը գնում է։ Դու կարծում ես, թե ուշացել ես, որ հնարավորությունները բաց են թողնվել, որ տարիքը կամ հանգամանքները քո դեն են խաղում։ Ուշադիր լսիր ինձ։ Աստված սահմանափակված չէ օրացույցով։ Նա կարող է վերականգնել տարիները, որոնք կորած էին թվում։ Նա կարող է բացել դռներ, որոնք փակ էին տասնամյակներ շարունակ։ Նորացնելու նրա կարողությունը գերազանցում է ժամանակի մասին քո պատկերացումները, բայց կա մի պայման՝ վստահություն։ Ոչ թե пассив, ոչ թե ծույլ, այլ կենթանի վստահություն, որն արտահայտվում է հնազանդությամբ։ Արա այն, ինչ նա արդեն ցույց է տվել։ Հավատարիմ եղիր փոքրի մեջ, զարգացրու այն, ինչ ունես։ Մի հետաձգիր կյանքդ սпасելով մեծ օրվան, որովհետև հենց ամենօրյա փոքր քայլերի մեջ է ձևավորվում քո պատրաստակամությունը հանկարծակիությանը։ Իմացիր, երբ Աստված բարձրացնում է մարդուն, դա տեղի է ունենում այնպես, որ ոչ ոք չի կարող բացատրել դա միայն մարդկային ջանքերով։ Մարդիկ կասեն, ինչպես սա պատահեց, իսկ դու կիմանաս, դա երկնքի կողմից որոշված ժամանակն էր։ Քո ուշացումը դատարկություն չէր, դա նախապատրաստություն էր։ Քո լռությունը մերժում չէր, դա հասունացում էր։ Քո արցունքները չեն մոռացվել, դրանք դարձել են ապագա ուրախության սերմեր։ Եվ ահա թե ինչ եմ ուզում դնել քո սրտի մեջ այսօր։ Մի չափիր քո կյանքը երազանքի կատարման արագությամբ, չափիր այն վստահության խորությամբ։ Եթե դու սպասման մեջ պահել ես հավատքը, դու արդեն հաղթել ես։ Եթե դու թույլ չես տվել վախին թելադրել որոշումը, դու արդեն աճել ես։ Եթե դու շարունակում ես շնորհակալ լինել նույնիսկ արդյունքը չտեսնելով, դու արդեն շեմին ես։ Աստված չի ուշանում, նա ճշգրիտ է, եւ երբ նրա ժամանակը հանդիպում է քո պատրաստակամությանը, տեղի է ունենում այն, ինչ մարդիկ անվանում են հրաշք։ Ուստի բարձրացրու գլուխդ, զորացրու ծնկներդ, հանդարտեցրու սիրտդ, մի շտապեցրու Տիրոջը։ Նա քեզ տանում է ոչ թե դեպի ուշացում, այլ դեպի լիություն։ Եվ երբ բացվի հաջորդ դուռը, դու ներս կմտնես ոչ թե որպես վախեցած մարդ, այլ որպես հասուն որդի կամ դուստր, ով ճանաչում է իր հորը։ Եվ այդ ժամանակ դու հետ կնայես ու կասես. յուրաքանչյուր դադար իմաստ ուներ։ Սպասման յուրաքանչյուր շրջան անհրաժեշտ էր, որովհետև Աստծո հանկարծակիությունն իսկապես արժե սպասելուն։ Այսօր մենք տեսանք մի պարզ, բայց խորը ճշմարտություն։ Աստծո ուշացումը մերժում չէ, այլ նախապատրաստություն։ Նա չի ուշանում եւ չի մոռանում։ Քանի դեռ մեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում, երկինքը ձևավորում է բնավորությունը, մաքրում է դրդապատճառները եւ դասավորում հանգամանքները ճիշտ պահի համար։ Եվ երբ գալիս է նրա ժամանակը, ամեն ինչ դասավորվում է այնպես, ինչպես չէր կարող անել ոչ մի մարդ։ Եթե այս խոսքը զորացրեց քո հավատքը եւ օգնեց նորովի նայել սպասմանը, սատարիր այս ծառայությանը, բաժանորդագրվիր, որպիսի բաց թողնես հաջորդ պատգամները, եւ կիսվիր այս խոսքով նրանց հետ, ում համար հիմա հատկապես կարեւոր է չշտապեցնել Աստծուն, այլ սովորել վստահել նրան մինչև վերջ։